Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է սոցիալական աջակցության մասին օրենքը, որի կիրառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի համար 47-ա որոշմամբ հաստատվել է սոցիալական աջակցության մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը։ Նշված ցանկի 8-րդ կետի համաձայն անհրաժեշտ է մշակել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելու կարգը եւ պայմանները, շահառուների խմբերը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Սոցիալական աջակցության մասին օրենքի 25-րդ հոդվածի համաձայն կացարանով ապահովումն անօթևան որոշակի բնակության վայր չունեցող կամ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված, ինչպես նաեւ կառավարության որոշմամբ սահմանված այլ անձի կամ ընտանիքի օրենքով նախատեսված եղանակներով տրամադրվող սոցիալական ծառայություն է։ Կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով պետական լիազոր մարմինն իրավասու է արտահերթ կարգով անձին կամ ընտանիքին ապահովելու կացարանով։ Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում եւ ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելու կարգերը եւ պայմանները շահառուների խմբերը հաստատում է կառավարությունը։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան եւ տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Շրջայցի ընթացքում նրան ուղեկցել է գործարանի գլխավոր տնօրենը։ Էդգար Զաքարյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցելու գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտների լուծմանը։ Անդրադառնալով գործարանի աշխատանքի վերականգնման ընթացքին, նախարարի տեղակալը նշել է, որ արտադրական գործընթացի անխափան եւ անընդհատ պրոցեսը կարևոր է ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կհամաձայնեցնեն Հայաստանի համար Եվրամիության նոր գործընկերային առաքելություն ստեղծելու հարցը։ Նրա խոսքով առաքելությունը կկենտրոնանա հիբրիդային սպառնալիքների, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության դեմ պայքարի վրա, որոնց ըստ ԵՄ-ի բախվում է Հայաստանը։ Նախարարները կքննարկեն նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Սևծովում ԵՄ ռազմավարությունը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը եւ Արևմտյան Բալկանների ու Սուդանի հետ կապված հարցերը։